հաշմանդամություն ունեցող անձանց ձայնը լսելի դարձնելով, խթանել հավասար հնարավորություններով հասարակության ձևավորմանը։ Հենց այս առաքելությամբ է ստեղծվել լիարժեք կյանք հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիր նախագահ Սուրեն Մաղաքյանը պատմում է. Կազմակերպությունը արդեն շուտով կլինի 30 տարի աշխատանքներ է իրականացնում, 1998 թվականին հիմնադրվել եւ ղեկավարվում է հաշմանդամություն ունեցող անձանց կողմից եւ մասնակազմում Հայաստանում եւ աշխարհում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների շարժմանը։ Դա մի պայքար է, որի նպատակն է հասնել նրան, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ բոլոր մարդկանց հետ համահավասար մասնակցեն հասարակական կյանքի տարբեր բնագավառներին եւ իրացնեն իրենց ամբողջ ներուժը։ Հատկանշական է նաև ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի մասնակից պետությունների 19-րդ համաժողովի պլենար նիստում լիարժեք կյանք հասարակական կազմակերպության հավատարմագրումը, որի շրջանակներում Սուրեն Մաղաքյանը ներկայացրեց ոլորտում արձանագրված ձեռքբերումները, առկա խնդիրներն ու հիմնական մարտահրավերները։ Միացյալ Նահանգներ այցը սկզբից Նյու Յորք էր, անդամ պետությունների կողմից ներկայացում էր, թե ինչ առաջադարձներ կան, ինչ խնդիրներ կան, ինչ մարտահրավերներ կան եւ մեր կազմակերպությունը հայտագրվել էր եւ ստացավ ակրեդիտացիա այլևս մասնակցելու ՄԱԿ-ի CRPD-ի տարեկան կոնֆերանսներին եւ նաեւ հետաքրքիր է, որ մեր հայ մեկ այլ կազմակերպության ներկայացուցիչ Մուշեղ Հովսեփյան ընտրվեց 18 հոգանոց կոմիտեի անդամ եւ առաջին հայը լինելով եւ ամենաերիտասարդ անդամը լինելով ընտրվեց այդ կոմիտե, որ զբաղվելու է երկրներից ստացած հաշվետվությունների ուսումնասիրությամբ եւ երկրներին դիտարկումներ ուղարկելով։ Սա վստահաբար բոլորից հպարտություն է բերելու մեր գործընկերոջ ընդգրկվելու առումով եւ նաեւ իմ այցը ունի երկրորդ նպատակ, դա ինչու՞ չէ ձեռք բերել նոր գործընկերներ, նոր գործունեության, նոր հեռանկարների առումով։ Նյու Յորքում հնարավորություն ունեցա նաեւ Բարև TV-ով հանդես գալու Վարդան Աբդոյի ժուրնայի հնարավորություն եղավ խոսելու հայաստանյան զարգացումների այցի մասին եւ հիմա եւ գտնվելով Լոս Անջելեսում, Կալիֆոռնիայում շատ ուրախ եմ եւ շատ շնորհակալ եմ այս հնարավորության համար, նաեւ ըստեղի գտնվող մեր հայրենիքցիների հետ շփվելու, պատմելու մեր ծրագրերի մասին եւ նաեւ եթե կլինեն մարդիկ, որ ցանկությունը կունենան մաս կազմելու, այդ հնարավորությունը բաց է, իսկ մեր գործունեությունը անշուշտ որևէ արդյունք չէր ունենա եւ զրոյին մոտ կլիներ, եթե չլինեին մեծաթվով աջակիցները, որ ընթացքում աջակցել են եւ մեր կազմակերպության յուրահատկությունը նաեւ կայանում նրանում, որ մենք շատ հաշվետու կառուցակարգեր ունենք, ամեն մի լուբայի համար մենք հաշվետու ենք, բավականին շատ թափանցիկ, թե ինչպես է մարդու կյանքը փոփոխում, իսկ այդ առումով Հայաստանում իրավի շատ աշխատանք կա անելու հասարակության գիտակցության փոփոխության հետ մարդկանց, որովհետև մարդիկ հատկապես վերջի պատերազմներից հետո եւ հատկապես 44 օրյա պատերազմից հետո նոր վիրավորում ստանալով, նոր իրավիճակում հայտնվելով, որտեղ կյանքը այլևս այլ տեսք է ստանում եւ պետք է կյանքի հաջորդ ընթացքը անիվների վրա կառուցել եւ մարդու պոտենցիալը իրագործել հենց կյանքի այս վիճակում եւ մենք այդ ընթացքում իրենց կողքնենք ասելու, որ քո կյանքի փուլերի առումով ոչ մի բան պետք է չխանգարի եւ նույն փուլերը ընտանիք, աշխատանք, կրթություն, այդ բոլորը ունենալու են։ Շատ կարևոր է, որ մարդկանց շատ ճիշտ ժամանակին ճիշտ մարդիկ հայտնվեն եւ
նախ վարակեն ակտիվ կյանքի փիլիսոփայությամբ եւ հետո ասել, որ անverջ բուժումները, անverջ թերապիաները պետքա մի փոքր թույլատրել եւ մի քիչ այսօրական եւ կրթության եւ աշխատանքի, որովհետեւ փակ շրջանա դառնում եւ շատ կարեւոր է, որ նմանատիպ կազմակերպությունները կողքը լինեն եւ իհեճուկս արկա ամեն ինչի խոչընդոտների ապրել լիարժեք կյանքով եւ ունենալ նույն հնարավորությունները եւ ունենալ պոտենցիալի լիարժեք իրականացում։ Սուրեն Մաղաքյանը ներկայացնում է նաև կազմակերպության իրականացվող ծրագրերը, որոնց կարող է միանալ յուրաքանչյուր ցանկացող իր ներդրումն ունենալով ավելի ներառական, հավասար եւ հասանելի հնարավորություններով հասարակության ձևավորման գործում։ Շատ մտքեր կան փոխադարձ ճամբարների կազմակերպմանից, մենք ունենք այդ ռեսուրսները, մենք ունենք ցերեկային կենտրոններում ծառայություններ մարդկանց կյանքի որակի բարելավման, մենք ունենք շատ գրանցված մարդիկ, երիտասարդներ, երեխաներ, որ տարածքի ընդլայնման դեպքում, ինչը կապված է որոշակի վերանորոգման եւ նաեւ ծրագիր ունենք տներում հարմարեցումների, որպիսի մարդիկ իրենց տունը հարմարեցնելով կարողանան անկախ կյանքով ապրել, իրանց համայնքում զարգանալու բնականon ընթացքով եւ թերևս 3 ուղղություն նշեցի, մենք շնորհակալ կլինենք ցանկացած հանդիպման, ցանկացած խորհրդի եւ նաեւ իհարկե ֆինանսական մասնակցության համար շատ գնահատելի կլինի եւ շատ շոշափելի կլինի այդ մասնակցությունը, այդ առիթով մենք գործընկեր կազմակերպություն ունենք, քանի որ US Full Life-ը դեռևս վերջնական գրանցման փուլին չի հասել, non-profit-ը մենք համագործակցում ենք Ջինիշյան հիշատակի հիմնադրամի հետ, ովքեր թեկուզ $1 ամբողջությամբ պատրաստ են փոխանցելու, ուղղակի նպատակ դաշտում պետք է նշել for Armenian Disability։ Զրույցը պարոն Մաղաքյանն ամփոփում է կարևոր ուղերձով։ Կուզեմ խոսքս ուղղել նաև հաշվանդամություն ունեցող մարդկանց, թե Հայաստանում, թե ԱՄՆ-ում բնակվող պետք է լինել ակտիվ, պետք է չսպասել վաղվան, գործել այսօր, փոփոխել կյանքը, տնից դուրս գալ, դրանով իսկ կրթելով եւ հասարակությանը եւ նաեւ սեփական կյանքի որակը փոխելով եւ ուղղակի պետք է քայլել առաջ։